Դուք էլ էիք մտածում, որ պիցան իտալական ամենահին ավանդական ուտեստներից է։ Սխալվում եք։ Այն հայտնի է դարձել միայն 20-րդ դարում։ 1889 թվականին պիցցայագործ Ռաֆայել Էսպոզիտոն պատրաստել է պիցցա հատուկ Սավոյայի թագուհի Մարգարիտայի համար, վերջինիս Նեապոլ այցելության ժամանակ։ Նա միտումնավոր ընտրել էր իտալական դրոշի գույները խորհրդանշող մթերքներ՝ կարմիր լոլիկ, սպիտակ մոցարելլա եւ կանաչ ռեհան։ Մինչ այդ պիցցան համարվում էր աղքատների կերակուր, որը վաճառվում էր փողոցում։ Թագուհուն այս բանով լոշը շատ դուր եկավ, ինչը բարձրացրեց ուտեստի կարգավիճակը եւ օգնեց վերածել պիցցան Իտալիայի ամենահայտնի խոհարարական գյուտի։ Ասում են, թագավորական ընտանիքից շնորհակալագիր ստանալուց հետո Էսպոզիտոն այս պիցցան անվանել է Պիցցա Մարգարիտա՝ ի պատիվ այն հավանած թագուհուն։ Իսկ դու դարձիր գաստրոգիտակ, հետևելով իմեջին։